Սկանդալային տեսանյութի հերոս Արշակ arczepiskopos Սրբազանը չի ամաչում իր արածների համար։ Թեպետ քննչական կոմիտեն հաստատել էր ինտիմ տեսանյութերում իր մասնակցության փաստը, վերջինս մայրաթոռից հեռանալու փոխարեն այսօր շուրջ 2 ժամանոց ասուլիս է տալիս եւ անհանգստանում, որ տարածված տեսանյութերի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։ Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Տեսագրությունները, որոնք շրջանառվել են, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի ստանձնել։ Անգամ քննչական կոմիտեն, որ այսպես ասած բարյացակամորեն է տրամադրված մեր նկատմամբ, քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի ինչ-որ տեսագրություններ են։ Ոչ ոք չկա, որ ասի, որ այո, այդ տեսագրությունները մենք ենք արել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել, չկա անտեր ինչ-որ տեսագրությունը, անտեր ինչ-որ առարկա է։ Ավելի վաղ հայ առաքելական եկեղեցում մի խումբ եպիսկոպոսներ, որոնց նաև ընդունել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարություն էին տարածել, հորդորելով Գարեգին Բ-ին կամովին գնալ հանգստի։ Եպիսկոպոսները փաստել էին, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ ամենայն հայոց կաթողիկոսն ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը։ Մենք չենք մաքրվի, եթե շարունակենք կոծկել, արդարացնել ու գովերգել մեղքը։ Ոմանց կողմից մեղքի ամբարտավան եւ ցինիկ գովերգումը խլացնել է ջանում անխուսափելի մաքրագործման անբեկանելի պահանջը, նշված էր նրանց հայտարարության մեջ։ Բարձրաստիճան հոգևորականները նաև պնդում են, որ այս ամենը գուցե չլիներ, եթե արդար լիներ, առանց ահաբեկումների լիներ 1999 թվականի կաթողիկոսական ընտրությունը։ Արշակ arczepiskopos Սրբազանը չի թաքցնում 2018-ից ի վեր համակրանք չի ունեցել գործող իշխանությունների նկատմամբ։ Կարծում է Հայաստանի թիվ 1 խնդիրը եկեղեցականների ենթադրյալ երեխաները չեն։ Կուսակրոնության ուխտը խախտել է թե ոչ, ապրում է ինտիմ կյանքով, խուսափում է պատասխանել։ Վերջինիս հիշեցնենք վերագրվում է սեփական քեռակնոջ հետ, սեռական կապ ունենալու հանգամանքը։ Գիտեք, շատ տհաճ է ինձ համար այս հարցադրումներին պատասխանելը, բայց ես այո կանչվել է եւ նույնը իր դիրքորոշումն է, եւ ոչ միայն իր դիրքորոշումն է, իմ ընտանիքի բոլոր անդամները պարզապես այս տհաճ իրավիճակում ես թույլ չեմ տա իրենց խնդրել պարզաբանումներով հանդես գան։ Իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ իհարկե շատ տհաճ անախորժ իրավիճակի մեջ են հայտնվել մեր համերաշխություն քարոզող իշխանությունների թեթև ձեռքով, բայց իրենք էլ իհարկե միանշանակորեն դաժոխտում են։ Արշակ Սրբազանը նաև հայտարարում է չի հեռանալու, նույնը պնդում են նաև Կտրիչ Ներսիսյանի հետ կապված։ Հիմա եթե դուք իմ պաշտոնավարությունը դադարեցնում եք, ես զավեշտական է, ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու։ Պատմաբան Գագիկ Սաֆարյանը մինչդեռ համոզված է Կտրիչ Ներսիսյանը չհեռանալու տարբերակ չունի, խախտել է կուսակրոնության ուխտը, իսկ մեր եկեղեցին իր իսկ կանոնադրությամբ դա թույլ չի տալիս, եւ դա վարչապետի ցանկությունը չէ, անբարոգործունեությունը պետք է դադարեցվի։ Կառավարության ղեկավարը խնդիր է դնում, որ կուսակրոնության ուխտը խախտած բարձրակարգ եպիսկոպոսները կլինի Սրբազան, կլինի դիվանապետ Մայրաթոռի, կլինի ուրեմն թեմի առաջնորդ, թե վեհապար չէ, ամենայն հայոց կաթողիկոս, ուրեմն պարտադիր օր առաջ պիտի լքեն Մայրաթոռ։ Կաթողիկոսի օրերը հաշված են, ունի ժամերը։ Եթե ես լինեմ, ժամերի մեջ կլուծեմ այդ հարցը։ Բայց ես կարծում եմ, որ ունի մեր վարչապետը անհրաժեշտ վճռականություն, դա շատ արագ պիտի լինենք։ Մեր զրուցակիցը նաև հիշեցնում է հակապետական այն գործունեությունը, որը տարիներ շարունակ իրականացրել է Կտրիչ Ներսիսյանը։ Բոլորս գիտենք, ինչպիսի դավադիր հակապետական գործունեություն են ծավալել, այսօր նրանց արժանի պատիժը բանտում կրող երկու ուրեմն նախկին սրբազանների կամ սրբազանների ասենք միջոցով բոլորս գիտենք, որ ինչպիսի ուրեմն ստվերային գործունեություն է ծավալել Կտրիչ Ներսիսյանը տարիներ շարունակ, մի քանի տարի գոնե 3-4 տարի շարունակ ուրեմն իր հոգևոր դասի բազմաթիվ սպասավորների ուղարկելով հակապետական հանրահավաքների։ Բոլորս գիտենք նրա այցը Բելարուսով պետական, որը ոչ այլ ինչ է, քան հակապետական, հակահայկական այց։ Բոլորս գիտենք նրա կշտամբանկը, երբ մեծ բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդը
Վազգեն Սրբազան Միրզախանյանը հանդգնեց եւ ասեց, որ պարոն վարչապետ, մենք ձեզնից խնդրում ենք, որ խաղաղության գործընթացը այսուհետ հետայսու էլ ավելի ուրեմն արագ եւ նպատակային կերպով շարունակվի։ Բոլորս գիտենք նաեւ ուրեմն շատ խնդիրներ փակ կողմեր եկեղեցու ֆինանսական ոչ թափանցիկ աշխատանքի, էլի խնդիրների հետ կապված 10 հոգևորականների հայտարարությունը Գագիկ Սաֆարյանը եւս ողջունում է ու սխալ է համարում նրանց թիրախավորման փորձերը։ Կարծում է նաեւ Մայրաթորը տարիներ շարունակ օգտագործվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Եկեղեցին դարձել է գործիք քաղաքական, ինչպես երկրի նախորդ ուժերի ձեռքին, որոնք մեղմ ասած ձախողել են մեր երկրի արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, արդարադատությունը, բանակի հանդեպ մոտեցումը, մեղմ ասած ձախողել են եւ մեղմ ասած կառուցողական չեն եղել, ինչպես նաեւ խոցելի բազմաթիվ դրվագներ ունեն, շատ խոցելի են։ Նաեւ եկեղեցին այդ վկայում բացահայտ ուրեմն որոշ ուժերի կողմից ռուսական այդ թվում նաև Վերնախավի կողմից Ռուսաստանի Դաշնության կառավարող շրջանակների կողմից եկեղեցուն ներքաշելը գործակալական ցանցի մեջ, որպեսզի փորձեն եւս մեկ անգամ, այսպես ասած, եկեղեցուն աջակցելու քողի տակ կարողանան Երևանում 2026 թվականի համապետական ընտրություններում ինչ խոսք ունենան իրենց ազդու ձայնը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։